Ցեղասպանության հիշատակման օրը նաև արձագանքներ ենք ստանում աշխարհից։ Ռուսաստանի նախագահն այլատյացության հարցին անդրադառնում։ Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց, թե ինչի է հանգեցնում այլատյացությունը։ 111-րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր խոսքում նշել է Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է անփոփոխ։ Այսօր մենք խոնարհում ենք մեր գլուխները հայ ժողովրդի ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունը եւ այլատյացությունը։ Ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ ուղերձ եղել նաև Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցը եւ խոնարհվում է զոհերի հիշատակի առջև, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցը եւ խոնարհվում զոհերի հիշատակի առջև։ Սա առիթ է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անքակտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանին, իսկ ֆրանսիացիներին հայերին։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է ուղերձել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին չօգտագործելով ցեղասպանություն բառը։ Նա հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը անվանել է մեծ եղեռն, համերաշխություն հայտնելով Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում բնակվող հայերին։ Կանադայի վարչապետն է հայտարարություն տարածել, ոգեկոչելով ցեղասպանության զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը։ Ատելությանը դիմակայելու պատասխանատվությունը պատկանում է մեզ բոլորիս եւ այդ պատասխանատվությունը սկսվում է հիշողությունից։ Դրա միջոցով մենք պարտավորվում ենք զգոն լինել, որպեսզի այս վայրագությունները երբեք չկրկնվեն, ասել է Մարկ Քարնին, շարունակելով. մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին եւ բոլոր նրանց, ովքեր անհավանական տառապանքներ են կրել պատմության այս մութ էջերում։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը իր ռեպերտուարի մեջ է, մերժողական ու կամայական մեկնաբանությամբ։ Նա Պոլսո-հայոց պատրիարքությանն ու Թուրքիայի հայ համայնքին ուղերձ եղել, որն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի պատարագի ժամանակ։ Ամեն տարվա պես Էրդողանն այս անգամ ուղերձը սկսել են նույն տողերով, նշելով. այս տարի եւս հարգանքով հիշում եմ առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայերին ու ցավակցություններ եմ հղում նրանց թոռներին։ Ի հեճուկս թուրքերի աշխարհի տարբեր ծագերում ոչ թե առաջին աշխարհամարտն են հիշում այսօր, այլ հայոց ցեղասպանությունը։ Մարսելում Ֆրանսիայի կառավարության ղեկավարը հայտարարել է. Հայաստանը վերապրեց, նա կապրի, Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Սեբաստիան Լեկորնյուն դատապարտել է ձևակերպելով. ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, որը սակայն չի ջնջում ոչ ժողովրդի մեծությունը, ոչ լեզվի, ոչ մշակույթի գեղեցկությունը եւ հատկապես հազարամյակների ողբերգական պատմությունը։ Մեծ հանցագործություն, որը մտածված, հրամայված, կազմակերպված եւ իրականացված է բոլոր մարդկային օրենքների հանդեպ արհամարանքով։ Ֆրանսիական Մարսելի քաղաքապետարանի շենքը նախորդին երեկոյան լուսավորել են Հայաստանի դրոշի գույներով, իսկ քաղաքապետն ուղերձում կարևորել է հիշողության պահպանումը։ Բենուա Պայան ընդգծել է, որ այն միայն անցյալի մասին չէ, այլ կապ ունի ներկա մարտահրավերների հետ։ 8, 9, 10 Շվեդիայի խորհրդարանում Ռիքստագում են հիշատակել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, քաղաքական, մշակութային գործիչներ են հիշել ու խնկարկել ցեղասպանված հայերի հիշատակը։ Բերլինում Սուրբ Հեդվիգ Մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը եղել։ Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելոն է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։